Մենք ունենք սուպեր երիտասարդություն եւ սա հին ժողովուրդների միակ պոտենցիալն է։ Մենք իսկապես հին ժողովուրդ ենք եւ կան գաղափարներ եւ մոտեցումներ այն մասին պատմականորեն զարգացած, որ շատ հին եւ հնացած ժողովուրդներ անկում ապրելով անհայտանում են մեր միակ հույսը եւ հույսը ոչ միայն զգացմունքային իմաստով, այլ ռեալ կոնկրետ ռեսուրսը երիտասարդներն են, ովքեր ունեն կարծրատիպային մտածողություն այն մասին, որ կան նորեր եւ հներ, կան սև եւ սպիտակներ, երիտասարդը կոնկրետիկա է սիրում այսօր եւ տեսնում է դա եւ պատրաստ է աշխատելու եւ սովորելու եւ ջան գործադրելու, եթե տեսնի, որ դա կարևոր է, ձեռնտու է, շահավետ է, ճիշտ է։ Եվ մեր երիտասարդները եւ փափուկ ուժին են տիրապետում, այսինքն համոզելուն, ջանքեր գործադրելուն եւ կոշտ ուժերին։ Երիտասարդները կարող են եւ սար շրջել, եւ հաղթել, եւ կռվել, եւ վազել, եւ բան բացատրել մյուսներին, եւ կրեատիվ լինել։ Մենք շատ բազմազան ազգ ենք, շատ գեղեցիկ եւ գունեղ, եւ մեր երիտասարդությունը կոնցենտրացիան է այդ ամբողջի։ Կարևոր է չկորցնել իրենց, չհիասթափեցնել, չխաբել եւ չտանել այնպիսի ուղություններով, որտեղ իրենք կորեն։ Դրա համար էլ իդեպ երիտասարդությունը բոլոր այնուամենայնիվ սոցհարցումները դա են ցույց տալիս, ինքը Փաշինյանին կողմ չէ, մերժում է, որովհետեւ այդ սուտը չի ընդունում երիտասարդությունը։ Դրա համար է, այսպես ասած, մերժում մեծ մասը, որքան տեսնում ենք իշխանությունները նաև պատրաստ չէ ընդունելու ցանկացած նոր եկի, ով կգա եւ կասի, որ ուզում է երիտասարդների համար կրթաթոշակ բարձրացնի, լավ բաներ սարքի, սպորտակումբներ, բնակարաններ տա, քիչ է ասել, երիտասարդին պետք է ապացուցել, ցույց տալ եւ տանել եւ օրինակ ծառայել։ Եվ մեր երիտասարդների մոտ իրենց ընկալումներում ավելի քիչ պատկերացում կա, թե ով է մեր հեղինակությունը հերոսը, քան ավելի մեծ տարիքի մարդկանց, եւ սա է ինձ համար կարեւոր։ Իրենք չունեն հեղինակություններ այսօր։ Իսկ հեղինակությունը պետք է, իդեալը պետք է հատկապես երիտասարդներին, որպեսզի ձգտես, նմանվես, ուզենաս, սովորես։ Պատկերացրեք, մենք թողել ենք մեր երիտասարդության առանց իդեալների եւ հեղինակությունների արդեն երևի մոտ 30 տարի է ինչ թողել ենք։ Եվ մի ժամանակ իրենք նշում էին Վազգեն Սարգսյանի, Մոնտեի անուններ որպես հեղինակությունների, բայց այդ անունները հնչած երիտասարդությունը արդեն միջին եւ բարձր տարիքի է այսօր։ Իսկ այսօրվա երիտասարդությանը նաեւ դա այդ բախտը չվիճակվեց տեսնելու Մոնտեին։